Skyball-ի թիմի հերթական կանգառը Գյումրին է քաղաքի ամենակենտրոնում Վարդանանց հրապարակում վաղ առավոտյան մեկնարկեցին թռիչքի նախապատրաստական աշխատանքները։ Վերջին աշխատանքներն են կատարում, ստուգումները, որպեսզի թռնենք։ Այս պայնես վերևի փականն ենք հաշվում, ամրացնում ենք իր տեղը։ 25 մետր երկարությամբ այս օդապարիկը րոպեներ անց կլինի արդեն Գյումրիի բարձունքում։ Այժմ հետաքրքրվենք հասկանանք, թե օդաչուն ինչ է ասում եւ ինչ գործողություն է իրականացնում հենց այս պահին։ Խնդրում եմ մեզ կասեք, թե ինչ եք անում։ Հիմա փուչիկի օգնությամբ փորձում ենք որոշենք, տեսնենք քամին ինչ ուղղություն ունի, ինչ հետագծով ենք մենք թռիչք կատարելու։ Եվ ինչ հետագծով ենք թռիչք կատարելու։ Դե դեռ հələ պարզի հիմա, մինչև վերջ ինքը բանանի, բացանն արդեն հստակ երևակությունները։ Այս զամբյուղում տեղադրված է սեղմված գազով լի 4 բալոն։ Թռիչքի բարձրությունն ու ուղղությունը չափող վառելանյութից ծախսը որոշող սարքեր։ Զամբյուղի հիմնակմահքին ամրացված է նաև գազայրոցը, որի կարճատև բռնկումներով տաքանում է օդը, օդապարիկի վեր բարձրանալու և թռիչքի ընթացքում։ Skyball-ի թիմը մեր հանրապետության տեսարժան վայրերը բացահայտում է նոր գույներով։ Պարտադիր պայմանը ազատ թռիչքն է երկնքի կապույտում։ Օդաչուն զգոն է, անվտանգությունն ապահովված, մնում է միայն վայելել անսահմանությունը։ Մեր օդապարիկն այժմ գտնվում է Գյումրիից 500 մետր բարձրության վրա։ Տեսարանն աննկարագրելի է, զգացողությունները ևս էքստրեմի ու տուրիզմի սիրահարները հաստատ գոհ կմնային։ Հայաստանյան առաջին եւ առայժմ միակ օդապարիկով թռիչքի նպատակը մարզաձևի մասսայականացումն ու տուրիզմի զարգացումը խթանելն է։ Նաիրի Բարսեղյանը մոտ 1 տարի առաջ է սկսել զբաղվել այս ամենով, հասցրել է լինել տասնյակ վայրերում։ Մասնակցում են եւ Հայաստանի քաղաքացիներ եւ զբոսաշրջիկներ, որոնք երկնքի սիրահարներ են։ Այսպիսով մենք փորձում ենք ցույց տալ Հայաստանը շատ ավելի գեղեցիկ տեսանկյունից։ Դուք ինքներդ եք տեսնում, թե վերևից ինչ տեսարաններ է բացվում։ Բազմաթիվ թռիչքներ, տարբեր ուղղություններ, չկրկնվող տպավորություններ։ Հաջորդ բնակավայրի նվաճումը բարձունքից չի ուշանա, սակայն օդաչուն շտապում է կիսվել։ Գյումրին առանձնահատուկ բացահայտում էր։ Հրապարակի հատվածը երկու եկեղեցիներով շատ գեղեցիկ տեսարան էր։ Եղանակը բարեհաճ էր, հաջող վայրեջքը ստացված։ Գյումրուց սկսված թռիչքն ավարտվեց մի քանի մետր հեռավորության վրա, Ազատայն գյուղի դաշտերի տարածքում։ Նազելի Էլբակյան, Վարդան Պետրոսյան, այսօր։